ֆունկցիայի ացենցիալի մասին կխոսանք, ացենցիալի սահմանումը, ացենցման բանաձևեր է, Դեցուկ ֆունկցիան որոշված է կամբերի չափայքի վրա x0-ն չափայքի ինչ-որ կետ է ֆունկցիան է, այս մեր ֆունկցիայի արժեքն է x0 կետում, հիմա դիտարկենք x-ը պատկանում է AB և մտցնենք հետևյալ նշանակումները Դելտա x-ով նշանակենք x մինուս x0, սա x-ն է, այս դելտա x-ն է, որին անվանում են արգումենտի աճ, Եթե x կետում մեր ֆունկցիայի արժեքը նայենք սա է, fx-ը, ու համանման ձևով fx-ի ու fx0-ի տարբերությունն էլ դելտա f-ով կնշանակենք, դելտա f-ով կնշանակենք fx հանրած fx0, որին արդեն անվանում ենք ֆունկցիայի աճ, սահմանում կասենք, որ f ֆունկցիան ունի ացենցիալ x0 կետում, եթե գոյություն ունի հետևյալ սահմանը, որը կարող է թե վերջավոր լինել, թե անվերջ, սահման դելտա f արժանանց դելտա x, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի, նույնն է թե դիտարկենք դելտա f-ը ինչ ներասցինք fx հանած fx0-ներ, դելտա x-ը դա x մինուս x0-ներ, ու եթե դելտա x-ը ձգտում է 0-ի, դա նույնն է թե x-ը ձգտի x0-ին, Եվ այն կնշանակենք f' x0-ով։ Խոսքով
f'(x0) դա այս սահմանն է, սահման fx հանած fx0 բաժանած x մինուս x0 Երբ որ x-ը ձգտում է x0-ին, իհարկե այս կարող ենք x-ը արտահայտել x0 ու դելտա x-ով ու գրել, որ սա նույն սահմանն է, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի, այստեղ x-ի փոխարեն կգրենք x0 գումարած հենց դելտա x-ը, հա, արած f(x0) բաժանած իրենց տարբերությունն էլ հենց դելտա x-ն է դառնում, հա։ Արի, հիմա եկեք մի քանի ֆունկցիաների ացանցման բանաձևերը տանք ու ստանանք, հա։ Առաջինը եկեք տեսնենք, որ հաստատունի ացանցիալը դա 0-ն է, բանաձևերը գրենք, հետո հերթով կապացուցենք, հա։ Երկրորդը x-ի ալֆայի ացանցիալը, եկեք տեսնենք, որ ալֆա, x-ի ալֆա մինուս 1 աստիճանն է։ Ax աստիճանի ացանցիալը դա Ax անգամ լոգարիթման է, մասնավորապես x-ի ացանցիալը դա հենց x-ն է։ Լոգարիթմ x-ի ացանցիալը 1x-որդն է, սինուս x-ի ացանցիալը կոսինուս x-ն է և կոսինուս x-ի ացանցիալն էլ սինուս x-ն է։ Հիմա ապացուցենք այս ացանցման բանաձևերը։ Առաջին դեպքում մեր ֆունկցիան հաստատումն է, հա։ Այդ դեպքում ըստ ացանցիալի սահմանման f'(x0) դա ինչն է։ Սահման դելտա x-ը ձգտում է 0-ի, f(x0) պլյուս դելտա x հանած f(x0) բաժանած դելտա x։ Իհարկե, այստեղ դելտա x-ի տեղը կամայական այլ բան կարող եք գրել, ասենք չգիտեմ։ Այստեղ ինչ ենք ունենալու, սահման c-ից հանած c բաժանած դելտա x, սա պարզապես նույնաբար 0 է, ու իր սահմանը ևս կստացվի 0։ Անկախ թե որ կետում ենք ացանցիալը հաշվում, միևնույնն է, ացանցիալը լինում է 0։ Հիմա դիտարկենք f(x) հավասար է x-ի ալֆա աստիճան ֆունկցիան, տեսնենք այս ֆունկցիայի ացանցիալը ինչ է լինելու։ Էլի օգտվելու ենք ճիշտ նույն բանաձևից, հա, հիմա եթե ստեղ x-ի ալֆան տեղադրենք, f(x0) պլյուս դելտա x-ը, այդ ինչ է իրանից ներկայացնելու։ x0 պլյուս դելտա x կետում ֆունկցիայի արժեքը, այդ կետի ալֆա աստիճանն է։ Հանած x0 կետում արժեքն էլ կլինի x0-ի ալֆա աստիճան բաժանած դելտա x։ Հա, հիմա որպեսզի սա սահմանը հաշվենք, մեզ պետք է գալու այն հիմնական սահմաններից մեկը, ինչ եք կարծում, որն է տենց տեսքով քիչ թե շատ։ Ինչպես։ Ոնց որ մեզ պետք է գալու 1 + t-ի, հա։
ալֆա աստիճան հանած 1 երրորդը, որ ձգտում է ալֆայի, երբ տեն ձգտում է 0-ի։ Իհարկե մեր մոտ ոչ ստեղ 1 առկա, ոչ այստեղ է 1 առկա, ու պետք է ինչ-որ մի բան անենք, որպեսզի մեկը այդ մեկերը առաջանան։ Այստեղ ինչի գումարել, հանել 1 անելով տակից դուրս չեն գա։ Որովհետև այստեղ միևնույնն է, երբ որ տեն ձգտում է 0-ի, այս մեր փակագիծը ձգտում է ինչի։ 1-ի։ Այստեղ x0 + դելտա x-ը միևնույնն է ձգտելու է x0-ի։ Այսինքն մեզ հարկավոր է այնպիսի փոփոխություն անել, որ այս հիմքը ձգտի 1-ի։ Հիմա եթե ընդհանուր հանենք x0-ի ալֆան, այդ դեպքում արդեն իրոք այդ հիմքը կձգտի 1-ի, հա, ու ստեղ էլ 1-ը կառաջանա։ Սահման դելտա x-ը ձգտում է 0-ի, ստեղ x0-ի ալֆան ընդհանուր հանեցինք, ստեղ հանած 1-ը գրեցինք, հա, իսկ այս x0 + դելտա x-ի ալֆա բաժանած x0-ի ալֆան ինչ տեսքով կուզենա գրել։ Ну, գրենք ոնց որ նախնական x0 + դելտա x բաժանած x0-ի, հա, ընդհանուրի ալֆա աստիճան, որը հետո հատ-հատ բաժանելուց այստեղ նկատենք, որ x0-ի ալֆան դելտա x-ից կախված չէ, այսինքն հաստատունը կարող ենք այդ հանել դուրս, հա, որպես հաստատուն արտադրիչ։ Ու այստեղ կունենանք 1 գումարած դելտա x-ը բաժանած x0 ալֆա աստիճան հանած 1 բաժանած դելտա x։ Իրականում, եթե ուզում ենք այս բանաձևը կիրառենք, շատ հարմար կլինի, որ հայտարարում ինչ գրված լինի։ Բաժանած x0, չէ՞ լինի։ Այս պարագայում բազմապատկենք բաժանենք x0-ով ու այս ամբողջը կարող ենք ասել, որ կձգտի ալֆայի, որովհետև մեր ինչն է 0-ի ձգտում։ Հիմա այս t-ի դերը խաղում է դելտա x բաժանած x0-ն, հա։ Ու կստանանք ինչ։ x0-ի ալֆա աստիճան անգամ ալֆա անգամ 1-ը բաժանած x0, ինչը կարող են գրել ալֆա անգամ x0-ի ալֆա մինուս 1։ Այսինքն ինչ ստացանք, որ մեր ֆունկցիայի ացանցիալը x0 կետում դա ալֆա անգամ x0-ի ալֆա մինուս 1 աստիճանն է։ Հետևաբար f'(x)-ն էլ կլինի x կետում էլ ացանցիալը կլինի ալֆա անգամ x-ի ալֆա մինուս 1։ Սրանով երկրորդ բանաձևը ապացուցեցինք։ Անցնենք երրորդին։ Այս դեպքում մեր ֆունկցիան ax աստիճանն է։ Էլի f'(x0-ն ատենցիալի սահմանից օգտվելով պետք է գրենք որպես սահման դելտա x-ը ձգտում է 0-ի f(x0 + դելտա x հանած f(x0) բաժանած դելտա x, տվյալ դեպքում ինչ ենք ունենալու i x0 + դելտա x հանած i x0 աստիճան բաժանած դելտա x։ Հիմա եթե մի հատ հիշենք, թե ինչ սահման ինչպես i(x-1) բաժանած x-ը, որ ձգտում է լոգարիթմ i, հա, եթե այդ սահմանից օգտվենք, այստեղ իհարկե հիմա այս ax հանած 1 պետք է առաջացնենք, ինչ անենք, ax0-ն եթե ընդհանուր հանենք, հա,
ու ինչպես նախկինում որպես հաստատում արտադրիչ կարող ենք դուրս հանել, կարող որ դելտա x-ից անկախ է։ Ստեղ կունենանք i դելտա x հանած 1 բաժանած դելտա x ու սրանից օգտվելով կարող ենք ասել, որ հենց լոգարիթման է տալու, այս կոտրակի սահմանը, այսինքն i0 անգամ լոգարիթմա, այսինքն հենց այս բանաձևը ստացանք, որ f'(x)-ը դա ix լոգարիթման է։ Նա լոգարիթմ x-ի ացենցիալը հաշվենք, x0 կետ ենք վերցնում, այստեղ x0 կետում լոգարիթմ x-ի ացենցիալը լինելու է լոգարիթմ հանած x0 բաժանած դելտա x, այս սահմանը հաշվելուց էլ մեզ պետք է գալու, որ լոգարիթմ 1 պլյուս x, x-ի երրորդն է ձգտում 1-ի, հիմա այս երկու լոգարիթմերի փոխարեն մի լոգարիթմ կարող ենք առաջացնել այդ հարաբերության լոգարիթմը նայելով, x0 պլյուս դելտա x բաժանած x0, հաջորդ քայլն էլ հատ-հատ բաժանենք x0-ի վրա կստանանք լոգարիթմ 1 գումարած դելտա x-ը բաժանած x0, պատկենք բաժանենք x0-ը, որպեսզի այս դելտա x բաժանած x0-ն համընկնի ու այդ կտանի x-ի դերը ու արդեն կարող ենք ասել, որ այս հարաբերությունը ձգտում է 1-ի, այսքանը, կձգտի 1-ի ու սահմանը կստացվի 1-ը բաժանած x0, x0 կետում ացենցիալը 1-ը բաժանած x0-ը, հետևաբար x-ն էլ կլինի 1x-երորդ, հա։ Լավ, այս երկու բանաձևերից ինչ-որ մեկ ապացուցենք, մյուսը ճիշտ նույն ձևով ապացուցվելու, որն եք ուզում ապացուցենք, կոսինուսով, շատ լավ։ Դիտարկում ենք x-ը ասել է կոսինուս x ֆունկցիան ու այլ է f' x0-ն գրում ենք, որ հանդիսանում է ֆունկցիայի աճի և արգումենտի աճի հարաբերության սահմանը, այսինքն կոսինուս x0 պլյուս դելտա x հանած բաժանած դելտա x-ի վրա։ Կոսինուսների տարբերությունը կարող ենք ոնց որ օգտվել այս բանաձևից, որ կոսինուս ալֆա հանած կոսինուս բետա, հետի մինուս 2 սինուս անգամ սինուս ալֆա պլյուս բետա կես, հա։ Այստեղ կունենանք մինուս 2 սինուս x0 պլյուս դելտա x-ից հանած x0 կիսած, հատել պտի բազմապատկենք սինուսի նրանց կիսագումարով, հա։ Այս ամբողջը պիտի բաժանենք դելտա x-ի վրա։ Այստեղ տեսնում ենք, որ x0-ները կրճատվում է մնում է սինուս
դելտա x կեսը մինուս 2 սինուս դելտա x կես մյուս արտադրիչը ինչն է դառնում սինուս 2x0 գումարած դելտա x բաժանած 2-ի կամ կարող են գրել x0 գումարած դելտա x կես, հա? Այստեղ տեսնում ենք, որ այս մեկի արգումենտը ձգտում է 0-ի, այս մյուսի արգումենտը ձգտում է x0-ի, հա? Ասեն, այս դելտա x-ը պետք է խմբավորել առաջին թե երկրորդ սինուսի հետ, առաջինի հետ, ու ստեղ կուզենայինք, որ բաժանված լիներ դելտա x կեսի, հա, որ օգտվենք, որ սինուս թեթա երրորդը ձգտում է 1-ի։ Իհարկե, եթե բաժանում ենք 2-ի, մի հատ էլ պետք է բազմապատկենք 2-ով, հա, այստեղ ուզում եք սենց մի հատ 2 գրենք։ Իհարկե կարող ենք այս երկուսները կրճատել, առաջին կոտորակը ասել, որ ձգտում է 1-ի, իսկ երկրորդ այս սինուսը կձգտի մեկ անգամ սինուս x0, հա, որտեվ այստեղ օգտվում ենք սինուսի ինչ հատկությունից։ Որ սինուս x ֆունկցիան ինչպիսի ֆունկցիա է, x0 կետում այն անընդհատ է, հա, որ Եթե արգումենտը ձգտում է x0-ի, ապա ֆունկցիայի արժեքներն էլ կձգտեն f(x0)-ին։ Այսինքն ստացանք մինուս սինուս x0, այսինքն մեր ֆունկցիայի ատենցիալը x կետում, եթե x0 կետում մինուս սինուս x0-ն էր, x կետում էլ մինուս սինուս x-ը, կամ կոսինուս x-ի ատենցիալը մինուս սինուս x-ն է։ Տեսնում ենք, որ երբ որ ֆունկցիայի ատենցիալը ինչ-որ բաղադրության վրա գոյություն ունի, ֆունկցիայի ատենցիալն էլ իրանից էլի ներկայացնում է ֆունկցիա, հա, f շտրիխն էլ կարող եք որպես ֆունկցիա դիտարկել։ F ֆունկցիայի x0 կետում աչակողմյան ձախակողմյան ատենցիալը ասելով կհասկանանք սահման այդ նույն ֆունկցիայի աճի ու արգումենտի աճի հարաբերության սահմանը պարզապես ստեղ դելտա x-ը ձգտելու է 0-ին աճից, հա, ու դա կնշանակենք f' x0 այստեղ պլյուս ու համանման ձևով կարող ենք նաև ձախակողմյան ատենցիալը սահմանենք, հա։ Ստեղ արդեն դելտա x-ը կձգտի 0-ին ձախից, հա։ Ու սա կնշանակենք հատկություն որպեսզի f-ն ունենա ատենցիալ x0-ում անհեշտ է բավարար, որ այն ունենա
ձախակողմյան ածանցյալներ ու այդ աջակողմյան ու ձախակողմյանը լինեն միմյանց հավասար, հա, որպեսզի f-ի միակողմանի ածանցյալները լինեն միմյանց հավասար։ Այս չեն կապացու, ես ոնց որ ճիշտ նույն ոնց որ նման է նրան, որ ասում ենք ֆունկցիան անընդհատ լինի, պիտի այդ միակողմանի սահմանները հավասար լինեն ֆունկցիայի արժեքին տվյալ կետում, հա։ Իհարկե։ Սինուս x0։ x0 պլյուս դելտա x կեսը մեր մոտ ձգտում է x0-ին, որովհետև դելտա x-ը ձգտում է 0-ի։ Հիմա եթե մի հատ ֆունկցիա ունես, որը անընդհատ է x0 կետում, f x0 պլյուս դելտա x կեսն էլ կձգտի f x0-ին։ Այսինքն սինուսն էլ կձգտի սինուս x0-ին։ Այստեղ օգտվեցինք սինուսի անընդհատությունից x0 կետում։ Այլ հարցեր։ Մեր հաջորդ թեման ֆունկցիայի աճի բանաձևը։ Հետևանք։ Նախ մի հատ սահմանենք O փոքրը ինչ է, հա։ Կասենք, որ fx-ը O փոքր gx է, երբ x-ը ձգտում է x0-ի, եթե fx բաժան gx-ը ձգտում է 0-ի, x-ը x0-ին ձգտելիս։ Հատ օրինակ նայենք, ցույց տանք, որ սինուս x-ը դա x գումարած O փոքր x է, այսինքն այս O փոքր x-ը մի ֆունկցիա է իրանից ներկայացնում, որը որ բաժանենք x-ի վրա կձգտի 0-ի, հա։ 0-ի ձգտելից ուզում ենք ցույց տանք, որ սինուս x-ը հետևյալ կերպ կարելի է ներկայացնել, հա։ Նույնն է թե ապացուցենք, որ սինուս x հանած x-ը O փոքր x-ը այլ x-ը 0-ի ձգտելիս ու վերջինիս համար պետք է ստուգենք, որ սինուս x հանած x բաժանած x-ը ձգտում է 0-ի։ Այսինքն մենք դիտարկենք այդ սահման սինուս x հանած x բաժանած x-ը։ X-ը 0-ի ձգտելիս։ Իհարկե, այս կարող ենք պարզապես գրել որպես առանձին, հա, սինուս x x-յորդ հանած x x-յորդն էլ 1։ Այս կոտորակը ձգտում է մեր մոտ 1-ի, ու ստանանք 0, հա, ինչն էլ որ պետք է ապացուցել։ Այսինքն տեսնում եք, որ այս սինուս x ֆունկցիան 0-ի մոտակայքում
x-ին գումարած մի բան է, որը x-ից շատ ավելի փոքր է։ Հա։ Այդ պնդում մեկ եթե f-ն ունի վերջավոր ացենցիալ x0 կետում, ապա fx-ը հավասար է, ճիշտ, այսպես։ fx-ը հանած fx0-ն, այսինքն մեր ֆունկցիայի աճը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով։ f'(x0) անգամ լավ եկեք ես մեջ տվենք հա։ f'(x0) անգամ x minus x0 մարած o փոքր x minus x0 x-ը ձգտում է x0 իհարկե այսի կարող ենք շատ ավելի կոմպակտ գրել այսպես հա ֆունկցիայի աճը կարելի է ներկայացնել հա f'(x0) անգամ դելտա x գումարած o փոքր դելտա x այն պարագայում, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի, հա? x-ը ձգտում է x0-ի, նույնն է թե դելտա x-ը ձգտում է 0-ի, հա? Որին անվանում են ֆունկցիայի աճի բանաձև։ Եկեք այս վերևի հավասարության մեջ համոզվենք ինչ պետք է անենք պետք է S գումարել են S f'(x0) անգամ x minus x0-ն։ Ոնց որ ինչ է նշանակում, ինչ որ մի ֆունկցիա հավասար է մեկ այլ ֆունկցիա գումարած o փոքր x minus x0։ Այդ նշանակում է, որ հա, այդ տարբերությունը պետք է ցույց տանք, որ o փոքր է, հա, ցույց տանք, որ այդ ուզում եք այն կոմպակտ տեսքովը գրենք, որ դելտա f հանած f'(x0) անգամ դելտա x-ը հավասար է o փոքր դելտա x։ Էդ էլ ինչին է համարժեք, որ սահման դելտա x-ը 0-ի ձգտելիս այս տարբերությունը բաժանած դելտա x-ի պետք է ձգտի այդ սահմանը պետք է լինի 0 ու եկեք հեշտությամբ համոզվենք, որ այդ սահմանը 0 է։ Ինչ է։ Այստեղ առանձին բաժանենք դելտա x-ի վրա, կունենանք դելտա f բաժանած դելտա x հանած պարզապես f'(x0) Դելտա f բաժանած դելտա x-ը, քանի որ մեր գիտենք, որ մեր f ֆունկցիան ունի վերջավոր ացանցիալ, հա, այդ դելտա f բաժանած դելտա x-ը կձգտի f'(x0-ի։
Են էլ հաստատում է, անում ենք, ստացվում է 0, ու դրանով իսկ կապացում ենք, հա, ֆունկցիայի աճի բանաձևը։ Լավ։ Պնդում երկուս, եթե մեր ֆունկցիայի աճը կարելի է ներկայացնել ինչ-որ թիվ անգամ դելտա x գումարած O փոքր դելտա x տեսքով, ապա ինչ եք կարծում, ինչ կարելի է ասել մեր ֆունկցիայի մասին։ Ու այս թիվը ինչն է։ Անել իր ացանցիալն, հա, ճիշտ ես։ Ապա f-ն ունի վերջավոր ացանցիալ, հա։ x0 կետում եւ f'(x0)-ն հավասար է a։ Իրոք, ինչպես կարող ենք դրա մեջ համոզվել, f'(x0)-ն մեր մոտ ինչն է, սահման ֆունկցիայի աճ բաժանած արգումենտի աճ։ Ֆունկցիայի աճը իրենց ներկայացնում է այս a դելտա x, հա։ Անգամ դելտա x գումարած O փոքր դելտա x-ը։ Հիմա էլի եթե յուրաքանչյուր գումարելի առանձին բաժանենք դելտա x-ի վրա, ինչ ենք ունենալու։ Այն գումարած O փոքր դելտա x բաժանած դելտա x։ O փոքր դելտա x-ը հենց այս սահմանման մի բան է, որ իր արգումենտի վրա բաժանելիս ձգտում է 0-ի, այսինքն այս կոտորակը կձգտի 0-ի ու սահմանը կստացվի a + 0, հա։ Ցին տեսանք, որ իրոք ացանցիալը գոյություն ունի եւ բարի։ Մենք ինչ ասցինք, որ f(x)-ը O փոքր gx ասելով ի նկատի ունենք, որ այդ ֆունկցիան gx-ի բաժանելուց պետք է ձգտի 0-ի, այսինքն O փոքր gx բաժանած gx-ը պետք է ձգտի 0-ի, հա, այսինքն այս f(x)-ը O փոքր gx ասելով հասկանում ենք մի ֆունկցիա, իրականում ֆունկցիաների բազմություն, բայց այս բան մի հատ ֆունկցիա, որը իր արգումենտի վրա բաժանելիս ձգտում է 0-ի։ Ու այդ պատճառով O փոքր դելտա x-ը, որ բաժանում ենք դելտա x-ի, ինքը պետք է ձգտի 0-ի, որտեղ O փոքր դելտա x-ը իրենց ներկայացնում մի ֆունկցիա, որը դելտա x-ի բաժանելուց պետք է ձգտի 0-ի, իհարկե այն բaragայում, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի։ Հա։ Չէ, x-ն է ձգտում x0-ի։ Այսինքն, երբ որ դուք ասում եք, որ f(x)-ը O փոքր gx-ը ինչ-որ դեպքում, այդ դեպքում է, որ այդ հարաբերությունը, այստեղ օրինակ ասել էինք ինչ, որ այս տեղի ունի դելտա x-ը 0-ի ձգտելիս, հա։ Կներեք, այս պնդում երկուսը, այս տեղի ունի դելտա x-ը 0-ի ձգտելիս։ Այսինքն ինչ է նշանակում, որ սա բաժանած իր արգումենտի վրա կձգտի 0-ի, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի։ Հա։ X-ը պրոստը x-ը։ Նորմալ է։ Նորմալ չի, ասա։ Այնտեղ որ դելտա x-ն է ձգտում 0-ի, այնտեղ է gx-ը։ Թե ոնց որ gx-ը պարզապես կարայի վերցնել x
Այս ինչ է ստացվում։ Ասենք, ասում ենք fx-ը o փոքր okay։ Հիմա ես դելտա x գրեմ, թե ինչ-որ այլ տար գրեմ, տարբերություն կա։ Հիմա ասում եմ fx-ը o փոքր դելտա x-ը, կնեք, f դելտա x-ը o փոքր դելտա x-ը, դելտա x-ը 0-ի ձգտելիս, թե ասում եմ fx-ը o փոքր x-ը 0-ի ձգտելիս, դա ճիշտ նույն բանն է, ոչ մի տարբերություն։ Ու սա ասելով ինչի նկատի ունեմ, որ fx-ը բաժանած o փոքրի արգումենտի վրա, տվյալ պարագայում x-ի վրա, ձգտում է 0-ի, երբ որ սա տեղի ունի։ Այսինքն հիմա այս o փոքր դելտա x-ը բաժանում ես իր արգումենտի վրա, այն դեպքում երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ի, այդ հարաբերությունը պետք է ձգտի 0-ի։ J-x-ի տեղը կարող ենք վերցնենք x։ Վերջ։ Չէ, այստեղ երբ ես գրել, որ J-x-ը պետք է ձգտի 0, գրել ես x-ն է ձգտում x0։ Հիմա x-ը մեր մոտ ձգտում է 0-ի, հիմա որ այստեղ գրեի fx-ը հավասար է o փոքր J-x, x-ը 0-ի ձգտելիս նույնը կլներ, որ fx բաժանած ինչը ձգտեր 0-ի։ J-x-ը ձգտեր 0-ի, երբ որ x-ը ձգտում է 0-ի։ Հիմա J-x-ի տեղը, որ x պարզապես վերցնեմ, ես երկրորդ տողոք ստացվի երրորդից։ Հա? Այս մասնավոր դեպք է։ Ընդամենը հետևյալը կայանում, որ o փոքր J-x-ը դա մի ֆունկցիա է, որը որ J-x-ի բաժանելիս ձգտում է 0-ի։ Այն դեպքում, երբ որ x-ը ձգտում է ինչ-որ չհասկացա Ալեքսանդր։ Եթե մենք f-ը կանենք J-x-ի, on ինչ դեր ունի այստեղ։ On այն դեր ունի, որ o փոքրով ասում ենք, որ fx-ը ըստ էության շատ ավելի փոքր է, քան J-x-ը, երբ x-ը ձգտում է x0-ի։ Ամբողջ միտքը կայանում է, որ ինչ որ ավելի բարդ կառուցվածք ունեցող ֆունկցիան, հա, ասենք, որ դա շատ, հա, ընդհանրապես սահմանը, որ շատ ավելի փոքր է, քան ինչ-որ մի բան, ու սովորաբար ստեղ շատ ավելի պարզ ինչ-որ ֆունկցիա է գրված լինում, տեսքով, քան fx-ը իրանից ներկայացնում է։ Օրինակ, ստեղ սինուս x-ը ու կամ սինուս x հանած x-ը, թե x-ը։ Շատ ավելի պարզ է, ասենք հիմա եթե ասեմ սինուս 0.1 հանած 0.1-ը ինչ է, չեք կարող հստակ ասել, թե այդ ինչ թիվ է, բայց ոնց որ 0.1-ը պատկերացնում եք, ինչ թիվ է ու կարող եք տեսնել, որ հիմա փոքր x-երի համար, x-ը երբ որ 0-ին մոտիկ է, այդ ասենք սինուս 1 միլիոներորդ հանած 1 միլիոներորդը 1 միլիոներորդից շատ ավելի փոքր թիվ է։ Ակնկալում եք, հա, կամ 1 միլիոներորդ չլինի, 1 միլիարդերորդ եթե լինի, այդ ժամանակ այդ ծաղկոմը շատ ավելի փոքր է, քան այդ 1 միլիարդերորդը։ Աչի արգումենտը, հա։ Լավ, բարի։ Հիմա մենք ինչ տեսանք։ Մի կողմից տեսանք, որ եթե f-ը ունի վերջավոր ածանցյալ x0-ում, ապա այս ֆունկցիայի աճը կարելի է այս տեսքով ներկայացնել։ Մյուս կողմից, եթե ֆունկցիայի աճը նման տեսքով կարելի է ներկայացնել, ապա այդ դելտա x-ի գործակիցը հենց հանդիսանում է մեր ֆունկցիայի ածանցյալը։ Հա, այսինքն կարող ենք այս երկու պնդումներից եզրակացնել հետևյալը։ F-ն ունի վերջավոր ածանցյալ x0 կետում, այն և միայն այն դեպքում,
երբ մեր ֆունկցիայի աճը ունի այս ներկայաց կարելի է երբ f-ը կարելի է ներկայացնել անգամ դելտա x գումարած փոքր դելտա x, հա, տեսքով, երբ դելտա x-ը ձգտում է 0-ի, ընդ որում մեր ֆունկցիայի ացենցիալն էլ հասկացել ենք, որ այդ գործակցի հետ ինչ կապ ունի, Հատավ, հիմա եկեք հետևյալի մեջ համոզվենք, եթե f-ն ունի վերջավոր ացենցիալ, x0-ում, ապա f-ն անընդհատ է x0-ում։ Ինչպես? Չէ, x0-ում կետ է, x0 կետում։ Ասեն մենք ինչ գիտենք, եթե f-ը ունի վերջավոր ացենցիալ x0-ում, համաձայն ֆունկցիայի աճի բանաձևի ինչ գիտենք։ fx հանած fx0-ում մեր ֆունկցիայի աճը իրանից ինչ է ներկայացնում։ f'(x0) անգամ դելտա x, որը x մինուս x0-ն է, եկեք լավ, մի հատ դելտա x-ով գրենք, մի հատ էլ այդ ամեն ինչը x հանած x0-ով գրենք, սարա f'(x0) անգամ x մինուս x0 գումարած փոքր x մինուս x0, երբ x-ը ձգտում է x0-ին, պետք է գրենք դելտա x-ը ձգտում է 0-ին, նույնա թե x-ը ձգտում է x0-ին, հիմա ինչ կարող ենք ասել, որ եկեք սրա սահմանը տեսնենք ինչ է։ Հետևաբար fx այդ սահման fx հանած fx-ում սահմանը իրականում կարող ենք գրել եթե բաժանեինք ինչի վրա f'(x0-ն կտար x մինուս x0-ի, հա, այստեղ մի քիչ իհարկե այս տեսքով որ գրեցինք, մի քիչ երկարացրեցինք, բայց ոչինչ։ Այստեղ աճի բանաձևը տենց շատ կարևոր չի դառնում։ Այսքանը ձգտում է մեր մոտ f'(x0-ի, այսքանն էլ 0-ի, ու ստանում ենք պարզապես 0, այսինքն fx-ը ձգտում է f'(x0-ի։ Ստացանք, որ fx-ը ձգտում է f'(x0-ի, երբ x-ը ձգտում է x0-ի։ Այն անընդհատությունը ավելի
ուժեղ թե թույլ հատկությունը, քան ածանցելիությունը ավելի ուժեղ է, թե թույլ է, քան անդադությունը։ Ածանցելիությունը ավելի ուժեղ է։ Իհարկե, այստեղ պետք է ուշադրություն դարձնենք այն նրա վրա, որ պահանջում ենք վերջավոր ածանցյալ ունենալ, հա, որտեղ կարող է այո, հակառակը ճիշտ չի։ Հենց այդ հակառակը ճիշտ չի, այսինքն անդադը պարտադիր չի, որ ունենա ածանցյալ, հա։ Հա։ Հակառակը ճիշտ չէ։ Fx-ը ասարա մոդուլ x ֆունկցիան։ Ցույց տանք, որ այն անդադ է որ կետում 0-ում, իհարկե բոլոր կետերում անդադ, ցույց տանք, որ այն չունի վերջավոր ածանցյալ, չունի ածանցյալ 0-ում, հա։ Ինչ ենք դիտարկելու ենք աչակոմի այդ միակոմանի ածանցյալները, հա։ Այստեղ եկեք f'0 պլյուսը նայենք, սահման, ինչն է, fx հանած fx0 բաժանց x մինուս x0, երբ որ x-ը ձգտում էր x0-ին աչից, հա։ Աչակոմյան ածանցյալի դեպքում x-ը ձգտում է x0-ին աչից։ Այսինքն ինչ ունենք, x-ը ձգտում է 0-ին աչից, fx-ը դա մոդուլ x-ն է, հանած մոդուլ 0, բաժանց x հանած 0։ Իհարկե այս 0-ները կարող ենք անտեսել, ու քանի որ x-ը 0-ին աչից է մոտենում, պետք է ասենք, որ մոդուլ x-ը x-ը, այո։ Այս հավասարը սահման x-ը, այստեղ ոնց որ մոդուլ x-ը հավասարը x, երբ որ x-ը դրական է, x բաժանց x, այս 1-ը, 1-ի սահմանն էլ 1-ը, հա։ Հիմա աչակոմյան ածանցյալը հաշվեցինք, հիմա պետք է հաշվենք ծախակոմյան ածանցյալը։ Այստեղ x-ը 0-ին ծախից է մոտենում, ու էլի ճիշտ նույն արտահայտության սահմանը պետք է հաշվենք մոդուլ x հանած մոդուլ 0 բաժանած x հանած 0-ից նույն արտահայտության սահմանը 0-ին ձախից մոտենալուց։ Իհարկե, երբ որ 0-ին ձախից է մոտենում x-ը կլինի բացասական, ու եթե x-ը բացասական է, այդ դեպքում մոդուլ x-ը հավասար է մինուս x։ Այս պարագայում կունենանք մինուս x բաժանած x, այդ հարաբերությունը մինուս 1-ն է, իր սահմանը էլի մինուս 1-ն է։ Ինչ տեսանք, որ հետևաբար ածանցյալները, միակոմանի ածանցյալները իրար հավասար չեն, հա։ Եվ գոյություն ունի, թե չունի f'0-ն։ Գոյություն չունի։ Որտեվ իր գոյության համար անհրաժեշտ է, որ միակոմանի ածանցյալները միմյանց հավասար լինեն։ Լավ։ Ավելի կարելի է ասել, համար մոդուլ x ածանցյալը հավասար է մոդուլ x x0-ի, որը ոչ չի 0-ը։ Թե ինչա այդ դրան հավասար է, ոնց որ մի հատ պետք է ապացուցել, որ այդպես է։ Բայց միևնույնն է, այդ 0 կետում էլ պետք է դուրս բերել, որ գոյություն չունի, որովհետև եթե 0-ից բացի մնացած կետերը մոդուլ x x-ին հավասար է, այդ դեռ չի նշանակում, որ պետք է 0-ում ինքն էլ գոյություն չունենա, ինչպես մոդուլ x x-ը կարող է ինքը լավ էլ գոյություն ունի ու ինքը 1 է։ Այստեղ պետք է մի հատ էլ
տեսնենք ինչ է կատարում մոդուլ x-ի հետ այդ հələ չջնջեմ մեր մոդուլ x-ի գրաֆիկն է, հա։ Այստեղ տեսնում եք, ոնց որ ջարդված կա, այդ հենց այնա ինչը որ ձեզ կարող հուշի, որ այդ ֆունկցիան տվյալ կետում ածանցյալ չունի, հա։ Ինքը անընդհատ է, բայց այստեղ ոնց որ այդ սրությունը ունի, հարթ չի ու այսպես ասած այդ կետում էլ ինքը ածանցյալ չունի։ Լավ։ Բարի։ Հիմա այստեղ ասում ենք, եթե ունի վերջավոր ածանցյալ, ապա անընդհատ է։ Եկեք տեսնենք, որ կարող է ֆունկցիան անընդհատ չլինի, բայց ունենա ինչ ածանցյալ։ Դե եթե վերջավոր ածանցյալ ունենար, անընդհատ կլիներ, հա, անվերջ ածանցյալ, հա։ Բայց անվերջի մեկանի կողմանի է։ Օրինակ երկուսը ստուգենք, որ չնայած fx հավասար է սիգնում x ֆունկցիան անընդհատ չէ որ կետում անընդհատ չէ սակայն այն ունի ածանցյալ 0-ում f'0-ն տեսնենք, որ պլյուս անվերջ է։ Վերջավոր ածանցյալ չի, անվերջ է։ Ինչ ենք անում, էլի կարող ենք միակողմանի ածանցյալները հաշվել։ f'0 պլյուսը, այդ ինչ է։ Սահման x-ը ձգտում է 0-ին a-չից, սիգնում x, հանած սիգնում 0, բաժանած x մինուս 0, Սիգնում 0-ն ինչպես գիտենք 0 է, հա? Այստեղ ունենում ենք x-ը եթե 0-ին a-չից է մոտենում, սիգնում x-ը 1 է, չէ՞։ Սիգնում x-ի գրաֆիկը հիշեցնենք։ 0 կետում արժեքը 0 էր, դրականների համար 1, բացասականների համար -1։ Ու ինչ ենք ունենում, սիգնում x-ը, եթե x-ը 0-ին a-չից մոտենա, սիգնում x-ը կլինի 1, հանած 0, բաժանած x, 1x-ի սահմանը, եթե x-ը 0-ին a-չից մոտենա, կլինի պլյուս անվերջություն, հա։ Հիմա ձախակողմյան ածանցյալը հաշվենք։ Ճիշտ նույն արտահայտության սահմանը պետք է հաշվենք, պարզապես այն դեպքում, երբ որ x-ը ձգտում է 0-ին ձախից, սիգնում x հանած էլի սիգնում 0, բաժանած x մինուս 0։ Հիմա եթե x-ը 0-ին ձախից է մոտենում, x-ը դրական է, բացասական է, բացասական է։ Այդ դեպքում սիգնում x-ը կլինի -1, էլի հանած 0, բաժանած x, այսինքն -1-ը բաժանած x-ի, x-ը իրանից ներկայացնում է էլի բացասական թիվ, հա, հարաբերությունը կլինի դրական ու ինքը ձգտում է անվերջության, այսինքն ինքը ձգտում է պլյուս անվերջի, դրական լինելով միակ անվերջությանը, որ ինքը կարող է ձգտել, դա պլյուս անվերջն է, ստանում պլյուս անվերջ։ Դե ստեղից էլ արդեն կարող ենք եզրակացնել, հա, որ հետևաբար f'0 պլյուսը հավասար է f'0 մինուս և գոյություն ունի f'0, որը հավասար է մինուս անվերջ։ Այսինքն կարող է ֆունկցիան խզվող լինի, այդ
դեպքում միակ բանը, որ կարող է տեղի ունենալ, այդ իր հացենցիալը գոյություն ունենալու դեպքում մենակ կարող է պլյուս անվերջ կամ մինուս անվերջ լինի, հա։ Կարի։ Հաջորդ թեման ածանցման կանոնները։ Նախ մի հատ սահմանում տանք։ Կասենք, որ f-ը դիֆերենցիալի է դիֆերենցիալի է x0 կետում եթե այն ունի ածանցիալ, եթե f-ը ունի f-ն ունի վերջավոր ածանցիալ ածանցիալ x0 կետում։ Եղեմ։ Դիցուկ f-ն ուժեն դիֆերենցիալի են x0 կետում։ Ուժը ֆունկցիաները դիֆերենցիալի են x0 կետում։ Այդ դեպքում դիֆերենցիալի են նաև f պլյուս մինուս g-ն հաստատուն անգամ f-ը, ստեղ սեն պատկանում f անգամ g, և f բաժանա g, եթե g x0-ն հավասար չի 0, ֆունկցիաները, համադրույթի մասին հələ հետո կհասցնենք խոսել։ Դիֆերենցիալ են նաև այս ֆունկցիաները x0 կետում x0-ում և այդ կանոնները գրենք հա մենք ասենք, եթե ածանցիալ ունի վերջավոր, ապա անընդհատ է, բայց անընդհատությունից չէր բխում վերջավոր ածանցիալ ունենալը, հենց մոդուլ x-ը դրա օրինակն էր։ Եվ f պլյուս մինուս g-ի ածանցիալը x0-ում դա f x0 պլյուս մինուս g x0-ն է, Թե անգամ f-ի ածանցիալը x0-ում դա այդ հաստատուն անգամ f x0-ն է, f անգամ g-ի ածանցիալը x0-ում դա f x0 անգամ g x0 գումարած f x0 անգամ g x0-ն է և չորրորդը այդ հարաբերության ածանցիալը x0 կետում
x0 անգամ jx0, այո, մինուս j քառակուսի x0 Շատ լավ, հերթով ապացուցելով գնանք Հիմա ասենք գումարի ացենցիալն ենք ուզում տեսնենք, հա, եւ գումար j-ի ացենցիալը x0-ում, դա սահմանման ինչն է, սահման, ասենք x-ը ձգտում է x0-ի, այդ գումար ֆունկցիայի արժեքը x կետում, հա, ասենք fx գումարը jx, Դրանից պիտի հանեինք այդ գումար ֆունկցիայի արժեքը x0 կետում ու այս պետքա բաժանեինք x հանած x0-ի վրա։ Վերջավորը կամ առանձնացնենք fx-ը ու ստանանք հենց առանձնացների գումարը։ Եկեք առանձնացնենք, հետո այսինքն այստեղ կարող ենք գրել սահման x-ը ձգտում է x0-ի fx հանած fx0 բաժանած x մինուս x0 գումարած հատել նույնը j-ով, հա, jx հանած jx0 բաժանած x մինուս x0 սա ձգտում է f'(x0-ի, նա ձգտում է j'(x0-ի Կանոր երկու գումարներն էլ ունեն վերջավոր սահման, ապա իրենց գումարը ևս կունենա վերջավոր սահման ու կլինի դրանց սահմանների գումարը, հա, դա հավասար է x0 գումարած j'(x0։ Լավ, նույն ձևով երկրորդն է ապացուցվում, այնտեղ ծոր առանձնապես հետաքրքիր բան չկա։ Հա, եկեք երրորդը ապացուցենք։ F անգամ j-ի ացենցիալը x0-ում, ինչ պիտի անենք։ Սահման x-ը ձգտում է x0-ի, հիմա արտադրյալ ֆունկցիայի արժեքը x կետում, այսինքն fx անգամ jx անած ու այս ամեն ինչը բաժանած է x մինուս x0-ի վրա։ Հիմա ոնց որ վատնեն է, որ այս անդամը, ոնց որ ստեղի արտադրիչները ու ստեղի արտադրիչները լրիվ իրարից տարբեր են ու ոչ մի բան չեն կարող խմբավորել կամ ինչ-որ այդպես օգտվել են փաստից, որ օրինակ այս կոտորակը ունի սահման կամ այն մյուս կոտորակը ունի սահման։ Դրա համար պետք է ոնց որ մի հատիկ գումարենք հանենք Բենա կա։ Քիչ է։ fx jx0 գումարենք հանենք կամ էլ կարող ենք իհարկե fx0 jx գումարենք հանենք, հա։ Լավ։ Այստեղ եկեք առաջին գումարին գրեմ fx jx-ը։ Հիմա նախ գումարած թե հանած գրեմ։ Այդ ինչ-որ գումարում հանում էինք, նախ հանածը գրենք, հա, ասենք fx0 jx, հետո գումարած fx0 jx, հա, այդ գումարեցինք, հանեցինք, ու հանած fx0 jx0, բաժանած x մինուս x0-ի վրա։ Հիմա երբ որ այս գումարեցինք, հանեցինք, առաջին երկուսը իրար հետ կխմբավորենք, վերջին երկուսը իրար հետ կխմբավորենք, առաջին երկուսից իհարկե կարող ենք ընդհանուր հանել jx-ը, այդտեղ կգրենք jx անգամ fx հանած fx0, չէ՞։ Ու այդ բաժանած x մինուս x0-ն կարող են գրել իրականում որի տակ, jx-ի տակ, հա, առանձին կարող ենք բաժանել ու
SF-երի տարբերության տակ, չէ՞։ Ստեղ մի հատ էլ գումարած կունենանք ինչ։ Ստեղ էլ fx0-ն է ընդհանուր դուրս գալու։ Կմնա gx հանած gx0-ն ու այս արտադրիչներից որը կուզենաք բաժանել x - x0, այդ տարբերությունը, հա։ Ու արդեն որ անցնենք սահմանի, այս մեր ունեցած կոտորակները f'(x0-ին ու g'(x0-ին են ձգտելու, ասենք ունենանք այսի f'(x0, սա g'(x0-ի է ձգտելու, դե սա հաստատուն է, իսկ gx-ի մասին ինչ կասենք x-ը x0-ի ձգտելիս, g'(x0-ի կձգտի, ինչի g'(x0-ին կձգտի, ինչի անդադ, որ վերջավոր ածենցիալ ունի, քիչ առաջ ասինք, հա, որ վերջավոր ածենցիալ ունեցող ֆունկցիան նաև անդադ է, հա, ոնց են իրոք gx-ը կձգտի g'(x0-ի, Ստեղ անգամ f'(x0) գումարած f'(x0) անգամ g'(x0), որտեղ օգտվեցինք g-ի անընդհատ լինելուց, հա։ G-ի x0 կետում, x0-ում անընդհատ լինելուց։ Հա։ Այդտեղ 1g-ն էլ կարող ենք 1g-ի համար ածանցման բանաձևը ստանանք, հետո արդեն արտադրյալի բանաձևը, այդ ածանցման բանաձևը օգտագործելով այս կարելի է ստանալ։ Ցույց տանք, որ 1g-ի ածանցյալը x0-ում մինուս g'(x0) բաժանած g քառակուսի x0 է։ Ինչ ենք անում։ Պարզ ածանցյալ է, սրա բարդ որն է։ Կատակ եմ անում, չէ, իհարկե կարելի է տենց էլ ինտերպրետացնել, բայց ոնց որ մեզ հարկավոր է f բաժան g-ի ածանցյալը ստանալ, այդ պատճառով ենք սա նայում։ Այսինքն մենք ուզում ենք ուղիղ սահմանումից ելնելով ստանալ։ Այսինքն, ստեղ 1g-ի ածենցիալը ինչ է։ 1g-ի արժեքը x կետում, հանած 1g-ի արժեքը x0 կետում, պետք է բաժանենք x - x0-ի վրա։ Իհարկե, ստեղ կարող ենք այս կոտորակների տարբերությունը, որ նայում ենք, ինչ անենք այս կոտորակների հետ։ Բերենք ընդհանուր հայտարարի, կլինի gx0 հանած gx, բաժանած նրանց արտադրյալի վրա, gx անգամ gx0, ու եկեք ստեղ առանձին մեկը բաժանած x - x0 գրեմ։ Իհարկե gx0 հանած gx-ը ավելի հարմար կլիներ, որ գրված լիներ gx հանած gx0, այդ պատճառով մի հատ մինուս դիմացը կգրենք, gx հանած gx0, ու սրա հետ սրան ավելի լավ է բաժանենք ընտիր x հանած x0-ին։ Այո, ճիշտ է։ Ու հիմա ինչ ենք ունենում, այս սահմանը, այս առաջին կոտորակի սահմանը g'(x0-ն է, gx-ը կձգտի gx0-ի, այս gx0-ն պարզապես հաստատուն է, այդ էլ կմնա, հա։ Այսինքն ստանանք մինուս g'(x0) բաժանած g քառակուսի x0։ Ու ստեից կարող եք ստանալ չորրորդ բանաձևը, այդ
տոնը առաջարկում եմ հարցեք։